Գրիգորյանը սպասում է թիմակիցներին, Ահայով Շաղոյանը ստացավ գնդակը։ Գարեգինյանը արդեն մոտ է, բայց կարճ խաղարկում Գրիգորյանի հետ, բարձրից փոխանցում է կատարում Շաղոյանը, վտանգավոր կարող է լինել, հեռացնում է Մատյուխինը։ Այնպես է խաղում վերջի շրջանում Օլիվերան, որ նույնիսկ Կամո Հովանեսյանը պայստայինների թվում է։ Այժմ Սերոպյանը հարմարեցնում է առայժմ աչվոտքին, Ահայև Օլիվերան փոխանցում, անդրադարձ և քիչ էր մնում գնդակը դարպասի Ահայև սկսեց գնդակին ավելի երկար տիրել։ Արադ Արմենյան, Շաղոյան, բարձից փոխանցում դեպի Էլոյանը, կրծքով կասեցնում է, հարվածելու է և հաշիվը բացելու է Արայիկ Էլոյանը, փայլուն խաղաց, ինչպես մարմնի շարժումով խաբեց պաշտպանին և ինչպիսի հարված է կատարում գնդակը ձեռքերի միջով հայտնվում է դարպասում։ Կարծես պարզել էր Բեգլարյանը ձեռքերը, բայց այնպես էր հարվածել Էլոյանը, որ ձեռքերի միջով գնդակը հայտնվում է դարպասում։ Ծափահարություններ հայ հարձակվողին, սա Շաղոյանի ասիստն է դեպ, գոլային փոխանցում և տեսեք ինչպես խաբեց Մատյուխինի և ինչ հզոր հարված է կատարում։ Իհարկե կասենք, որ դարպասապա այստեղ պարտավոր էր ռեակցիա դրսևորել, բայց չբավականացրեց ռեակցիան։ Այնքան ուժեղ հարված էր։ Բրավո Արայիկ Էլոյանին։ Նոր կարող այսպես գլխիկոր գնալ առաջ, այսպես էլ կարող են խաղարկել պահ ստեղծել Օլիվեյրը հետ փոխանցում, Մատյուխինը լավ չհեռացրեց։ Գրիգորյան փոխանցում էր սա, Շաղոյան ոտքի դրսի մասով և Արայիկ Էլոյանի հարված այս անգամ բարձր է ստացվում։ Արադ Արմենյան, հիշեցնեմ, որ բկում են ֆուտբոլիստները սովորաբար վարձակալության փեն խաղում, այստեղ նա ընկնում է Տուգանային հրապարակում, գրոհում է Արադ Արմենյան, Օլիվեյրա, իսկ Մուրադյանի հարվածը բարձր է ստացվում։ Հանդիպում է և գրոհում է Արադ Արմենյան, ինչ հարված էր Սերոպյանի կողմից, դարպասաձողը այնտեղ փրկեց Ալաշկերտին, Արթուր Սերոպյանը շատ մոտ էր ֆանտաստիկ գոլ խփելու, որքան անբախտ է դարձել վերջին շրջանում, ոչ միայն մրցակցի դեմ է պայքարում, այլ նաև բախտի։ Եվ իդեպ այստեղ սեյվել է գրանցում Բեգլարյանը, նա թեքեց գնդակի ուղղությունը դեպի դարպասապայի առաջին խաղից և ոչ միայն իհարկե այդ խաղից, նախորդ մրցաշրջանում նույնպես հիանալի էր խաղում, բայց մարշական փոփոխությունից հետո այդքան մեծ չեն հույսերը, իսկ Գրիգորյանը չի գրավում դարպասի, իսկով կհարվածի դրանից հետո Օլիվեյրը հարված և գնդակի վերջո հայտնվում է դարպասում։ Ձախ պաշտպանը գոլ չխփեց, աջ պաշտպանը կխփի։ Երկրորդ անընդմեջ խաղում գոլ է խփում Օլիվեյրան։ Անկյունայինները երեքական։ Խաղից դուրս 0-2։ Բալանտա նայել է հարվածելու և շեղը ստացվում, այլապես կարող էր հաշիվը արդեն խոշոր դառնալ։ Եվ հաստատվում է այստեղ հետը, ինչը այստեղ ինքնագոլ կարող է լինել, եթե գնդակը մի փոքր էր ավելի բարձրներ, բայց Շաղոյան առաջ է ուղարկում գնդակը, Մուրադյանն է այստեղ հայտնվել, Կարեն Մուրադյան կարող է անգամ հարվածել, փոխանցում նախընտրեց, գնդակը մնում է խաղի մեջ, Գբոմադու, Սերոպյան, խապուսիկ շարժումներ, բայց հարված նույնպես դեռ չկա, Շաղոյան, դեպի Բալանտան, այնա կարող է հարվածել և փրկում է Բեգլարյանը, նկատեցիք, որ վերջին պահին երկու քայլ առաջ կատարեց դարպասապահը և հասցրեց հեռացնել այս գնդակը ցույց կատարելուց առաջ։ Լավ տարավ գնդակը այստեղ, Մուրադյանի իսկ հարվածը մոտակա անկյունը մեկ գոլ էլ խփել է առաջնությունում և նա կենտրոնական կիսապաշտպան է։ Շատ հետաքրքիր ֆուտբոլիստ, իսկ սա հետաքրքիր անցում է արդեն Կամո Հովանեսյանի կողմից, ինչպես թողեց գնդակը այստեղ Գբոմադուն, իսկ հարվածը Այոնգոյի բարձր է ստացվում։ Էլոյանը լինելով մի թիմի կենտրոնական հարձակվողը, որը 3 գոլ էր խփել այդ թիմը, նա ոչ գոլ էր խփել, ոչ ասիստ գրանցել, բայց լավագույնը նա էր։ Այստեղ 11 մետրանոցի հավանականություն կա, Մոմոտուրեին գցեց դարպասապային հրապարակ, Կարեն Նալբանդյան, թափավազքի հավաքում, հարվածում է և դարպասը գրաված է։ 2-1,
Եվ մրցավար հենց այդ բանը ազդարարում է խաղի ավարտ։